Բարև ձեզ։ Հայաստանի հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մի ցավոտ բանավեճ այն մասին, թե ով կամ ովքեր էին եւ որոնք էին Արցախյան երկրորդ պատերազմի իրական պատճառները։ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց տեքստով եւ բավական կոշտ բառապաշարով մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախը Հայաստանն է եւ վերջ հայտարարության համար։ Նման մեղադրանքներ հնչեցրել են նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները։ Հանրապետության վարչապետը եւ իր թիմը արձագանքում պատասխանում են ոչ պակաս կոշտ ձևակերպումներով։ Եվ արդյունքում ստացվում է մի պատկեր, երբ կարծես թե հանրապետության ներկա եւ նախկին իշխանությունները, ներկա եւ նախկին ղեկավարները գտնվում են քաղաքական փոխհրաձգության ռեժիմում, երբեմն կոդկատեղից ներքև հասցվող հարվածներով։ Այս ամենի մասին մենք խոսում ենք այս օրերին, երբ լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, մի պատերազմ, որ մեզ բերեց պարտություն, կորուստներ, հազարավոր կյանքերի կորուստ, տարածքային կորուստ եւ մեծ հարված մեր անվտանգային համակարգին։ Եվ հարց է առաջանում, թե արդյոք մենք կարող էինք խուսափել պատերազմից, եթե այո, ինչու չստացվեց, եթե չէինք կարող, ապա երբ էր սպառվել այդ պատերազմից խուսափելու հնարավորությունը։ Իսկ հիմա ինչ ունենք։ Արդյոք խաղաղությունը հաստատվել է, թե դեռ ոչ, արդյոք մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման օրը, թե դեռ երկար պիտի սպասել։ Այս ամենի մասին ես այսօր զրուցելու եմ մի մարդու հետ, որը ոչ թե կողքից հետևող եղել, այլ երկար տարիներ ականատես եւ մասնակիցն է եղել այս ամբողջ գործընթացների։ Նա Արցախում երկարամյա Արցախի խորհրդարանի падգամավոր է եղել եւ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման падգամավոր։ Իմ զրուցակիցը Վահրամ Աթանեսյանն է։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Միանգամից ուղիղ հարցնեմ, դուք ինչպես եք վերաբերում այս բանավեճին ընդհանրապես եւ ինչպես եք վերաբերում նախկին նախագահների մեղադրանքներին ուղղված հանրապետության վարչապետին։ Ամենաթարմը առաջին նախագահի վերջին հայտարարությունն է։ Չնայած նախընթաց ժամանակներում երկրորդ, երրորդ նախագահները եւս նման մեղադրանքներ հնչեցրել էին։ Ես նախ կուզենայի հիշեցնել հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին Հրանտ Մաթեոսյանի գնահատականը, երբ նա ասել է, որ հոկտեմբերի 27-ի էջ հոկտեմբերի 28-ին պետք է փակված լիներ։ Այսինքն պետք է սկսվեր, պետք է բացվեր նոր էջ։ Այս իմաստով, այս բանավեճը, որ ծավալվում է, ես ոչ միայն ժամանակավրեպ, այլև ոչ արդյունավետ եմ գնահատում միանշանակորեն։ Քաղաքական առումով։ Եթե խոսքը վերաբերում է պատմաքաղաքագիտական վերլուծություններին, ապա դրանով չպետք է զբաղվեն հանրապետության նախկին 3 նախագահները եւ գործող վարչապետը։ Փորձագետների, վերլուծաբանների, պատմաբանների խնդիրն է եւ այդ հարցում որևէ որոշակի գոնե մոտավոր եզրահանգման գալու համար տարիների քրտաջան աշխատանք է պետք։ Կարծում եմ ոչ միայն մի անձի, այլև ամբողջական մի թիմի, ուղեղի մի կենտրոն, որ կարող է նստել եւ վերլուծել ընդհանրապես 1988 թվականի փետրվարի 20-ից մինչև 2020 թվականի սեպտեմբեր 27 իրադարձություններն ու դրան հաջորդած։ Ձեր ասածը գուցե հետագայի բան է, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ամեն ինչ դեռ թարմ է, շատ ժամանակ չի անցել եւ այդ բանավեճի մեջ ներգրաված են այն անձինք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են։ Ես ասացի, թող այս հայմատությունը վիրավորական, եւ ասեք կոպիտ չհնչի, բայց երբ մարդու ազնական կյանքում տեղի ունենում ողբերգություն, դժբախտություն, հարազատ է կորցնում։ Դրանից հետո զբաղվել թե որն էր պատճառը, եթե իհարկե դա վենդետայի զոհ չի, կամ ասենք ինչ-որ քրեական ուսումնասիրության կարիք չունի։ Ինչ է նշանակում զբաղվել մի հարցով, որի պատասխանը այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչինչ չի տալիս։ Այդ հարցի պատասխանը կարող է ինչ-որ բան տալ ընդդիմությանը։ Ընդդիմությանը կրկնակի եռակի դիվիդենդներ տալ իշխանությանը,
որտեղ ամեն իշխանությունը կարող է հակազդել այնպիսի փաստերով, վկայակոչի այնպիսի պատմական իրադարձություններ, որոնք պատիվ չեն բերի նախկին 3 նախագահների, մեղմ ասած պատիվ չեն բերի։ Կան չէ նման փաստերը կան, հիմա եթե նորից եմ ասում, եթե խոսքը վերաբերում է պատմական ճշմարտության վերհանմանը, ապա սա երկսայրի սուր է։ Մի կողմից իհարկե պատասխանատվության ահռելի բաժին ունի գործող իշխանությունը, մյուս կողմից ոչ պակաս ահռելի պատասխանատվություն ունեն նախկին 3 իշխանությունները, նախկին 3 նախագահները, որտեղ ի վերջո իրենց իշխանավարության պաշտոնավարման ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև մտել է մի այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունը եղել է պատերազմի եւ խաղաղության միջև։ Հստակ տարածքների վերադարձ պատերազմ չվերսկսվելու երաշխիքի դիմաց։ Սա է եղել կոնցեպտը, երբ իշխանությանը եկել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ի՞նչն է մղում նախկին նախագահներին այս հարցը դարձնել բանավեճի առարկա եւ մեղադրանքներ ուղղել։ Ինչի համար սա, եթե ասում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչինչ չի տալիս, ում ինչ է տալիս, կամ ինչն է մղում։ Ասենք ամենաթարմը առաջին նախագահի այդ մեղադրանքն է, բայց մենք հիշում ենք, չէ, իր պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահը, այսինքն խաղաղության կուսակցությունը պարտվել է եւ պատերազմի կուսակցությունն է գալիս։ Այդ հոդվածից սկսած մինչև Կազան։ Ես դրա համար ասում եմ, որ այդ բանավեճը այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Արցախից բռնատեղանված ավելի քան 100,000, 120,000 մարդուն ոչինչ չի տալիս։ Համեն տալիս է դրական կամ բացասական ազդակներ։ Քաղաքացիներին որևէ բան չի տալիս, բայց ձեր աչքերով, որ երկար տարիներ պատգամավոր եք եղել, եթե չեմ սխալվում, նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արցախում, որքանով է արդարացի նման հարցադրումը բարձրացնելը, նման մեղադրանք հնչեցնելը եւ արդյոք սա միայն, ինչպես դուք եք ասում, դիվիդենտներ շարելու համար ներքաղաքական հաշվեհարդար է, թե ավելի լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ։ Ես ուզում եմ լավատես լինել եւ ենթադրել, որ ընդհանուր ներքաղաքական հակասություններ են եւ նույնիսկ ոչ ներքաղաքական, այլ ներանձնային։ Անձնական անհանդուրժողականություն վարչապետի եւ նախկին 3 նախագահների միջև ես կուզենայի, որ այդ հարթությունում լիներ եւ որևէ ենթատեքստ, ասենք քաղաքական հերո գնացող ենթատեքստ եւ մանավանդ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունենար։ Երբ ասում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ բռնատեղահանված Արցախցուն ոչինչ չի տալիս, նկատի ունենում, որ Երջո քաղաքականությունը ոչ թե ռետրո է կամ իլյուզիոնիզմ է, այլ իրական ռեժիմի գնահատում է եւ հաշվարկ։ Ինչ ունենք մենք այսօր։ Ինչ կարող ենք ունենալ վաղը։ Արդյոք այդ բանավեճը նպաստում է վաղվա ավելի լավ Հայաստան։ Ավելի անվտանգ, ավելի բարգավաճ, ավելի ժողովրդավար։ Եթե դա արվում է նախկին ժամանակաշրջանում մեր երկրի եւ ղեկավարների կողմից թույլ տված սխալները ուսումնասիրելուն, դասեր քաղելուն, ձեր ասած նպատակների համար հետագայի գուցե, բայց սա դրան ծառայում է, թե վտանգներ պարունակում է։ Ես դա եմ ասում, որ այդ վերլուծությունը, այդ բանավեճը, որն էր լավ, կարգավորման որ տարբերակներ իրացնելի, ինչու չստացվեց, ինչու չիրացվեց, դա հրապարակային վարչապետ եւ նախկին 3 նախագահներ վեճի թեմա չէ։ Դա պետք է արվի ենթադրաբար, օրինակ, ենթադրաբար։ Այսօրվա Հայաստանի արտամչախ խորհուրդը ենթադրենք։ Ստեղծում է փորձագիտական մի խումբ, որտեղ ներգրավում են հայաստանցի մասնագետներ, ռուսաստանցի մասնագետներ, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Թուրքիայից, նույնիսկ Ադրբեջանից, օրինակ համար վերլուծում են։ Երբ մենք կարող ենք հասնել առանց պատերազմի խաղաղության։ Ինչու չհասան։
Ես հաջորդիվ հենց այդ նույն հարցերին էի գալու, բայց մեկ հարց հետո։ Իսկ այդ հարցն այն է, թե նորից վերադառնում եմ ներհայաստանյան, ներքաղաքական հաշվեհարդար է, թե վտանգներ է պարունակում, ավելի բացելով հարցս, արդյոք սա ինչ որ առումով ուղիղ լինի, թե անուղղակի Ադրբեջանի շահերին չի սպասարկում, Ադրբեջանի շահերը չի սպասարկում, որ Հայաստանի նախկին նախագահները մեղադրում են գործող վարչապետին պատերազմ հրահրելու, հանդգնեմ ասել, պատերազմ հայտարարելու կարծես թե մեջ։ Ես ասեմ, ուրեմն 2020 թվականի սեպտեմբեր 27-ին, երբ Իլհամ Ալիևը Ադրբեջանի որոշ շրջաններում եւ քաղաքներում ոչ ամբողջ հանրապետության տարածքում նույնիսկ ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ներկայացրել խորհրդային 44 օրյա պատերազմի առաջին օրը 2020 թվականի սեպտեմբերի 27 այդ հրամանագիրը որ Միլլի մեջլիսը հաստատել է սկսում է հետևյալ ձևակերպ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հերթական անգամ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան այսին ժամին լայնածավալ հրթիռահրետանային հրետակոծման են ենթարկել տասնյակ խաղաղ բնակավայրեր եւ ռազմական օբյեկտներ եւ Ադրբեջանի Հանրապետությունը օգտագործելով միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 50-րդ հոդվածով իրեն վերապահված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը ձեռնարկել է համարժեք պատասխան գործողություններ։ Սա Իլհամ Ալիևի հրամանագրի պրեամբուլան է, որ ես մեջ բերում եմ։ Ինտերնետում հասանելի է, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում առ այսօր այդ հրամանագիրը կախված է, ընդ որում տեղի ունեցել խորքային մի բան, որի պատասխանը այսօր ոչ ոք չի տալիս եւ ոչ ոք չի խորանում, չի էլ փորձում հասկանալ, թե ինչու է այդպես եղել։ Իլհամ Ալիևը Ադրբեջանի որոշ շրջաններում եւ քաղաքներում ռազմական դրություն է հայտարարում սեպտեմբեր 28-ի 00 ժամից։ Ռազմական գործողությունները սկսած լինելով սեպտեմբեր 27-ի ժամը 7:15 րոպեից ինքը ռազմական դրության ռեժիմը իրավականորեն իր հանրապետության տարածքում հայտարարում է, ներողություն ոչ թե հանրապետության տարածքում, այլ որոշ շրջաններում եւ քաղաքներում սեպտեմբեր 28-ի 00 ժամից։ Հիմա ես հարց եմ տալիս։ Իլհամ Ալիևը ժամը սեպտեմբեր 27-ի ժամը 7:15-ից մինչև սեպտեմբեր 28-ի 00 ժամը ինչի է սպասել։ Գիտեք պատասխանը։ Ես չունեմ այդ պատասխանը։ Մենք փորձենք իմանալ այդ հարցի պատասխանը։ Ինչի է սպասել։ Մի քանի ժամ է 7-ից մինչև 24-ը։ Վարկածներ էլ չունեք։ Չեմ կարող ես վարկած առաջադրել։ Եթե ես ասենք փորձագիտական վերլուծություն անեմ կամ ասենք հոդված գրեմ, ես կարող եմ ենթադրել, բայց ես ասես հրապարակային այս հարթակը օգտագործելով ես չեմ կարող կրքեր բորբոքել, լրացուցիչ բանավեճ սադրել, բայց ինչու է այդպես եղել։ Ինչու է այնպես եղել, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Մոսկվայում տեղի ունենում երակով հանդիպում Լավրով, Բայրամով եւ Զորաբ Մնացականյան Հայաստանի արտաքին գործերի նախարար հոկտեմբեր 10-ին Ռուսաստանի պաշտոնական պետական գործակալությունը ՌԻԱ Նովոստին հրապարակում է Իլհամ Ալիևի հարցազրույց։ Կարճ։ Ինչ կարծիք ունեք դուք ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Հոկտեմբեր 8-ին ձեռք է բերվել հումանիտար հրադադարի համաձայնություն։ Բառացիորեն ասում է հետևյալը. Ես պատրաստ եմ նույն վայրկյանին դադարեցնել ռազմական գործողությունները, հենց որ կստանամ Հայաստանի վարչապետի ստորագրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներից իր արտահայտություններն եմ օգտագործում, հայկական զորքերի դուրս բերման ժամանակացույց եւ ավելացնում է, բայց այս անգամ մենք առանց Շուշի յոլա չենք գնա։ Мы на этот раз
Bez Շուշա իր բառն եմ օգտագործում։ Не обойдемся։ Հիմա այս հարցազրույցը կախված է ՌԻԱ Նովոստի արխիվներում ցանկացած մարդ կարող է գտնել, բայց մարդիկ իրենց թույլ են տալիս, ասում են, դե Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր 19-ին պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը մերժեց։ Այսինքն, գիտեք սա ենթատեքստը որն է։ Ենթատեքստը դա է, որ պատերազմը Պուտինն է սկսել։ Որտեղ պատերազմը կանգնեցնում է, նա ով սկսում է, եթե ցանկություն է ունեն։ Պատերազմ կանգնեցնելու նախապայմանը 2020 թվականի հոկտեմբեր 10-ին Իլհամ Ալիևը Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի պետական գործակալության միջոցով ձևակերպել է։ Հիմա հարցրեք Զոհրաբ Մնացականյանին։ Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար, պարոն Մնացականյան, դու Մոսկվայում այդ ժամանակացույցը ստացել եք, ձեզ ներկայացրել է ժամանակացույց։ Դուք դա բերել եք Հայաստան հոկտեմբեր 10-ին։ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրել եք այդ ժամանակացույց։ Այդ հարցը քննարկվել է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդ այդ հարցը քննարկել է։ Ովքեր են կողմ եղել, եթե քննարկվել է, որ ահա այս պայմաններով կարելի է պատերազմը կանգնեցնել, ովքեր դեմ են եղել։ Դա չի կարելի է այդ աստիճանի իրավիճակը ներկայացնել այնպես, որ հա գիտեք, դե մենք բոլորս խաղաղասեր էինք, Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիկ էր։ Արցախ Հայաստանի եւ եւ դրա համար պատերազմ։ Եվ ոչ միայն պատերազմ, այլ պատերազմը չկանգնեցրեց, գիտակցաբար հասկանալով, որ Ադրբեջանը գրավելու է Շուշին, կախվելու է Ստեփանակերտի գլխին, այսպես ասած, եւ ստիպված է լինելու ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որ ավելի ծանր է լինելու, քան ասեք կարող է լինել հոկտեմբեր 10-ի կամ հոկտեմբեր 19-ի, չգիտեմ ինչ որ բան։ Վերջո ռուսները այսպես մի արտահայտություն ունեն, չէ, ասում են երկից ոչ մի բառ չպետք է դուրս թողել։ Տեքստից ոչ մի բառ, պատմական քրոնիկայից ոչ մի դրվագ չպետք է բաց թողնել, եթե մենք ուզում ենք օբյեկտիվ, փորձագիտական գնահատական ունենալ, որը կարող է վաղը օգտակար լինել, որտեղ մենք չգիտենք թե օգոստոս 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները որքանով են առարկայորեն իրականանալու, երբ, ինչպես, եւ դա կարող է Հայաստանին ինչ արժանալ։ Ուզում եմ վերադառնալ այն հարցին, թե հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից, այդ դեպքում ինչու չստացվեց, եւ եթե հնարավոր չէր, երբ սպառվեց դրա հնարավորությունը։ Կվերադառնանք փոքր դադարից հետո։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Վահրամ Աթանեսյանի հետ։ Պարոն Աթանեսյան, մենք հասանք այն հարցին, թե արդյոք հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե հնարավոր է ինչու չկարողացանք, եւ եթե հնարավոր չէր, երբ սպառվեց այդ հնարավորությունը։ Սկսեմ վերջից։ Այդ հնարավորությունը սպառվել է 1998 թվականի փետրվարի 4-ին։ Երբ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել։ Այդուհետև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային կարգավորման հնարավորությունը սպառվել է։ Չի եղել, պարզապես չի եղել։ 20 տարի ինչ էին բանակցում։ Ես չգիտեմ ինչ էին բանակցում, բանակցողները կարող են ասել ինչ էին բանակցում, եւ այստեղ խնդիրը ոչ թե եւ ոչ այնքան առաջին նախագահի անձի կամ նրա քաղաքական հայացքների մեջ է կամ քաղաքագիտական այսպես փիլիսոփայության մեջ, այլ որովհետեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ բանակցային կարգավորման հայեցակարգը որոշված է եղել 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։ Դա բարձ հստակ գրված է։ Թող գնան կարդան մարդիկ։ Առաջին փուլում հակամարտության բոլոր կողմերը ստորագրում են հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին քաղաքական համաձայնագիր։ Այսինքն ստորագրում են պայմանագիր, որ պատերազմը ավարտված է։ Երկրորդ փուլում Բաքուն, Ստեփանակերտը եւ Երևանը բանակցում են Լեռնային Ղարաբաղի միջազգայինորեն ճանաչվելիք կարգավիճակի հարցի շուրջ։ Սա է եղել Լեռնային Ղարաբաղի
կարգավորման միջազգային աջակցություն ստացած հայեցակարգ։ ԵԱՀԿ անդամ քանի պետություն կա 57։ Առանց որևէ առարկության 94 թվականի Բուդապեշտում այդ որոշումը ընդունվել է եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման 1997 թվականի նոյեմբերին ներկայացված փուլային առաջարկությունը ուղղակիորեն բխում է Բուդապեշտի գագաթնաժողովի այդ որոշումից։ Առաջին փուլում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձում Լեռնային Ղարաբաղի շուրջ 6 տարածքները, պահում է Լաչինի շրջանը, երկրորդ փուլում Բաքուն, Ստեփանակերտը եւ Երևանը բանակցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ։ Սրանից իդեալական տարբերակ ոչ ոք չէր կարող հայտնագործել։ Հիմա ինչու է տեղի ունեցել 1998 թվականի իշխանափոխություն։ Հեռացրել են նախագահին, չեն հեռացրել, կամավոր է հեռացել, հնարավորություն։ Հիմա ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասում է կարգավորման փուլային տարբերակը վիճեցրել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի նրանք իրացնեն իրենց ծրագիրը։ Հիմա եթե Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարց որոշող է, ըստ այդ դրամաբանության, կարող ասել, որ 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը վիճեցրել է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը եւ ինքն է ստիպել, որ Նիկոլ Փաշինյան չգնա կարգավորման այն տարբերակին, որ կարող է բացառել պատերազմը։ Լոգիկա, համեմատություն։ Բայց այդպես չէ։ Ինչու այդպես չէ, ես անկեղծորեն բացատրեմ, որտեղ երբ դու լինի Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե Հայաստանի վարչապետ, հետո նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը, փուլային տարբերակը վիճեցնում ես, բացառում ես 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելու գաղափարով կամ Հայաստանի հետ վերամիավորման գաղափարով, բայց 4 ամիս հետո քո արտաքին գործերի նախարարի գործուղում ես Մոսկվա, որպեսզի նա Եվգենի Պրիմակովին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խնդրի, որ նա Հեյդար Ալիևին համոզի, որ Հեյդար Ալիևը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմաններում ընդունի որպես հանրապետական տիպի պետական կազմավորում նախկին լղիմի սահմաններում, ապա դու ծաղր ու ծանակի ես վերածում ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Ընդհանրապես։ Դա ոչ թվականն էր։ 1998 թվական։ Եվ սա ես չեմ ասում։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առավոտ թերթում հոդված է հրապարակել, եւ ես բառացիորեն մեջբերում եմ իր ասածները։ 1998 թվական մայիս, 1998 թվական փետրվար 3 Հանրապետության նախագահ հրաժարական է տալիս։ Ռոբերտ Քոչարյանը ստանձնում է նախագահի պաշտոնակատարի պաշտոն։ Ընտրություններով ընտրվում է Հայաստանի նախագահ, լավ, հիմա չասենք թե վատ ընտրվեց, լավ ընտրվել է։ Մայիսին 1998 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահին ներկայացում է մի գաղափար, որը նա շեմքից մերժում է։ Չհասկացա, կատակում եք դուք ինձ հետ։ Այսինքն ես իմ արտաքին քաղաքականությունը որոշելիս պետք է Ստեփանակերտի հետ խորհրդակցեմ։ Ինչից ինչի եք հասնում։ Դրանից հետո ուր հասանք, մինչև Կազանում ինչ տեղի ունեցավ։ Կազան տեղի ունեցավ այն ինչ որ Էդվարդ Ալբանդյանն է ասել։ Վերջին պահին երբ պետք է փաստաթուղթ ստորագրեին, Հեյդար Իլհամ Ալիևը ներկայացրել է չբանակցված 10 նոր առաջարկություններ, որ Հայաստանի համար անընդունել է եղել։ Հիմա ասում են հրապարակեք 2019 թվականի Լավրովի պլանը։ Հրապարակեք Կազանում Ալիևի ներկայացրած 10 նոր պահանջները։ Տեսնենք այդ պահանջները որոնք էին եւ արդյոք այդ պահանջները չեն դրվել 2019 թվականի առաջարկությունների հիմքում։ Կամ եթե դուք այդ առաջարկությունները 2011 թվականին Կազանում մերժել եք, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը ինչու պետք է ընդուներ այդ առաջարկությունները, որ դուք 11 թվականին մերժել եք։ Այսինքն դուք մերժել եք, Նիկոլ Փաշինյանը պետք է ընդուներ, որովհետև 2019 թվականին պատերազմը արդեն հասունացել էր, չէ՞։ Այս տրամաբանությունն է, չէ՞, ասում եմ, եթե գնար բանակցությունների պատերազմ չէր լինի։ Սա է տրամաբանությունը։ Եթե դուք չմերժեիք Կազանում Ալիևի 10 առաջարկությունները, պայմանագիրը կստորագրվեր,
Եվ թանրապես պատերազմի մասին խոսք չէր լինի։ Այդ թվում չէր լինի 2016 թվականի ապրիլյան քառօրյան։ Դրա համար եմ ասում, որ փորձագիտական վերլուծաբանական տրեկը, այսպես ասած, պետք է մի ուղղությամբ լինի, քաղաքականը մի ուղղությամբ։ Քաղաքական տրեկում պետք է դրվի մի հարց։ Այսօր պետք է դրվի մի հարց։ Ով կարող է օժանդակել, աջակցել, որպեսզի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը հանկարծ առոչիչ չդառնան։ Նման հերանեկար վտանգ ռիսկ տեսնում եք։ Այսօր չեմ տեսնում։ Որտեղ այսօր կարծեմ նախատեսված է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում Իլհամ Ալիևի ելույթը, եւ դա պետք է հայտարարի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն, դե ֆակտո խաղաղություն, որտեղ նախորդին նա դա ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, այսպես ոտքի վրա հանդիպան շրջանակներ։ Բայց վաղը ինչ է լինելու։ Ով է երաշխավորը, որ ասենք Իլհամ Ալիևի նյույորքյան սեպտեմբեր 25-ի հայտարարությունը, եթե իհարկե դա արվի, ես ենթադրում եմ, որ արվելու է, չէ՞ դոգմա է, փոփոխության ենթակա չէ։ Մանավանդ որ նույն այդ բանում, այդ շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ռուսաստանին անվանել է թղթևագր։ Եվ հայտարարել, որ Ուկրաինան կարող է վերադառնալ 91 թվականի սահմաններին մի բան էլ ավելի։ Հիմա լավ Դոնալդ Թրամփը ասում են էպատաժային ֆիգուրա է, նրա ասած խոսքերին չի կարելի այդքան մեծ հավատ ընծայել եւ այլն, բայց ինչու Դոնալդ Թրամփը այդքանը չէր ասում մեկ ամիս առաջ։ Ուրիշ բաներ ասում։ Բոլորովին ուրիշ բաներ ասում։ Եվ ասել, որ ասենք օգոստոս 15-ի Անկորիջում, Ալյասկայում հանդիպումից մեկ ամիս հետո, 40 օր հետո Թրամփը պատահաբար իր տեսակետը փոխում։ Չի կարելի, չէ՞։ Որովհետեւ նա ի վերջո բիզնեսմեն է, գոլֆ խաղացող է, թե չգիտեմ ինչ խաղացող է, բայց Միացյալ Նահանգների նախագահն է եւ նրա խոսքը ոչ թե ինքը անձամբ է ձևակերպում, այլ ուղղակի կենտրոններն են ձևակերպում եւ տալիս իրեն, որ այսպես պետք է արտադրել։ Մանավանդ որ Նյու Յորքում տեղի ունեցել պետքարտուղար Ռուբիոյի եւ արտգործնախարար Լավրովի հանդիպում, Ռուբիոն բացարձակապես բաց տեքստով ասել է վեճ տվեք մարդասպանություններին։ Այսօր վաղը ինչ իրավիճակ է փոխվելու, դրա համար պետք է մտածել։ Չի վերադառնում եք ինչ 30 տարի առաջ ինչ է կատարվել, 40 տարի առաջ ինչ է կատարվել, երբ ասեք Նիկոլ Փաշինյանը Իջևանում դպրոցական էր։ Գուցե բան էր, ինչ է, պիոներական վզգապ էր կապում նույնիսկ, որովհետև խորհրդային ժամանակների դպրոցական էր։ Ինչ կապ ունի այդ մարդը 1990 թվականի դեպքերի հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Դուք, ասենք նախկինները, այսօրվա իրավիճակի հետ կապ ունեք։ Որտեղ մասնակից եք, դերակատար եք, ինստիտուցիոնալ ընդդիմություն ազգային ժողովում ունեք, արտախորհրդարանական ընդդիմություն ունեք, որ իդեպ ավելի կոնցեպտուալ քննադատ է, քան ինստիտուցիոնալ ընդդիմությունը, զարմանալիորեն։ Բայց այդ մարդն անցյալի հետ կապ չունի։ Ինչ է եղել, ինչ չի եղել։ Լավ, պահանջում են, ասում են, ապայման հրապարակիր 2019 թվականի Լավրովի պլանը։ Բայց մարդուն զրկում են հակընդդեմ հարցի իրավունքից, որ դա կարող ասել, դե լավ, դուք էլ հրապարակեք 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի որոշումը։ Ես հարց եմ տալիս։ Դե ասում է, չի ասում հրապարակեք, ասում եկեք բանավիճենք։ Նրանք էլ բանավեճի չեն գալիս, փոխնախագահներ հրապարակային դիմում է նախագահային, որ լիազորի ես կնա։ Ինչու բանավեճի չեն գալիս։ Բանավեճի չեն գալիս, որովհետև ես ենթադրում եմ, որ օրինակ ասենք Նիկոլ Փաշինյանը կարող է առաջին նախագահային հարց ուղղի, ասի, պարոն նախագահ, լավ, 1996 թվականին դուք Լիսաբոնում ինչու վետո կիրառեցիք եւ դեմ գնացիք ամբողջ միջազգային հանրությանը։ 57 անդամ երկրներից 56 կողմ էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ունենա ամենաբարձր ինքնավարություն։ Դա համարյա անկախության հավասար, ինչ-որ մի բան է, դու պարամետրերը կբանակցեիք, լավ, դուք ինչու վետո կիրառեցիք։ Եվ արդյոք դա արկածախնդրություն չէր։ Եվ այդպես շարունակ, էլի կամ ինչ հասնեմ մինչև Կազան, հրաժարվեցիք այդ մնացած փուլերին դեռ չանդրադարձած, ասեք ամենա նախնական։ Հիմա այստեղ
առաջին նախագահը հզոր ալիբի ունի, որովհետև նա կարող է ասել, ես ենթադրում եմ, որ կպատասխանի, որ այո, ես վետո կիրառեցի, բայց 97 թվականին հասավ փուլային կարգավորման առաջարկության, որը Լեռնային Ղարաբաղը սուբյեկտացնում էր, այսինքն բարձրացնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հավասար նույն հարթության։ Այսինքն բանավեճի երկրորդ մասում արդեն կարող է։ Լավ, դուք ինչու ես մարդու խանգարեցիք։ Թողեք ծրագիր տանել։ Ինչու խանգարեցիք։ Հանուն ինչի, ինչ ստացան։ Վերջը ինչ է։ Այսինքն երկրորդ, երրորդ նախագահ դուք ինչու առաջինին խանգարեցիք։ Եթե այսպես բանալ, բայց ես նորից եմ կրկնում, սա չպետք է լինի քաղաքական բանավեճի առարկա, սա պետք է լինի 3 նախագահների փորձագիտական թիմերի եւ վարչապետի ՕԵԱ-ի կենտրոնների բանավեճի առարկա, որից կարող է ծնվել պրոդուկտ փորձագիտական։ Մինչ այդ ազգային ժողովի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնի, տեսնենք ինչ կլինի։ Պատերազմի հանգամանքներ ուսումնասիրել։ Դե դա բացարձակապես այդ բանը է, դա իմ կարծիքով զուտ այն թեման է, որ արդեն հասցեագրումներ է արվելու զինված ուժերին, հասցեագրումներ է արվելու կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակցության լավ կամ վատ լինելու, սա այն չի։ Մի փոքր այլ հարթություն է։ Շնորհակալ եմ։ Իհարկե, այս թեմայով անդադ կարելի է շարունակել, սահմանափակվենք այսքանով։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցը Free News-ի եթերում ես զրուցում եի Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր եւ Արցախում երկար տարիների խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ կհանդիպենք։